Ես 44 օրս պատերազմի ժամանակ զոհված Վարդան Կոնջորյանի հայրն եմ։ Ես մեր ծնողների մեծամասնության կողմից մի հատ հարց եմ ուզում ուղղեմ ձեզ։ Նախ ողջունում եմ ձեզ, որ արդեն դուք անցնեք ձեր ծրագրերով անցնեք դառնաք վարչապետ ձեր թեկնածուն։ Առաջնահերթ հարց տալու եք պատերազմի ժամանակ կատարված այդ ամբողջ սխալների պարզաբանման, մեկ էլ ինչ պատիժ եք նախատեսում սխալ այդ կազմակերպելու եւ սխալ ուղղության վրա տանող բոլորին։ Ես անհատական անուններով չեմ ասում, որովհետեւ պարզաբանելու այսօրվա դրության այդ գործը արդեն դուք լավ տեղյակ եք, որ քննցնում ենք, կարելի է սենց ասել, բայց իրականում մեծ բաներ ունեն բարձելու մեր ծնողներին այսօր հետաքրքիր է մի բան, որ մենք իմանանք ովքեր են մեղավորները եւ ինչ պատիժ է հասնում այդ մեղավորներին։ Այսինքն մեղավորները, որ պատերազմը սկսել է, չէ, պատերազմի ժամանակ ովքեր են, ես չեմ ասում դավաճանություն արի, ովքեր են սխալ կառավարի, ովքեր են։ Ես մի բան ասեմ, կյանքում ամեն ինչ կարելի է ներել, բացի դավաճանությունը ներում չունի։ Մնացածը պետք է արդարացի լինի, նայեն իրականությունը օրենքի առաջ բոլորը հավասար են։ Ըստ օրենքի իսկ կարգի ոչ թե ծանոթ բարեկամով, այլ օրենքի կարգով, ով մեղավորը պետք է պատժվի։ Այսօր հիմնական սկզբունքը դա է, ես նորից եմ ուզում ասել, որ այսօր այն խնդիրները որ կան, որ այսօր ոչ թե ծանոթ բարեկամով պետք է նայել արդարացի լինի, ով մեղավորը պատասխան տա, դավաճանները ներում չունեն, իսկ մնացածս մեղադրանքի իսկ պատճառի օրենքի առաջ բոլոր ըստ կարգի, ըստ օրենքի։ Եթե մարդը մեղքագործ է, պարտավորը դրա պատասխանը կրկնել։ Ինձ հետաքրքիր անդրադառնալու եք այդ թեմային, թե ոնց կա հիմա այդ վիճակով էլ թողնելու, որովհետև շատ մենք ասում եմ ցանկացած պետք է լուծում ունենա, եղբայր, ես այսօր անպագորգոր բաներ չեմ ուզում, դադար բաներ չեմ ուզում խոսալ, հաջողանալու համար։ Օրենքի առաջ բոլորը հավասար են։ Ով մեղքագործ է, դրա պատասխանը պետք է տա։